Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվույն Սրբո ամեն։ Սիրելի հավատացյալ ժողովուրդ, ներկայացանք Սուրբ Կարապետի ուխտը կատարելու։ Թող Աստված ընդունելի անի։ Հետաքրքիր էր այսօրվա ընթերցված ավետարանը։ Ասում է, երբ որ Սուրբ Կարապետը բանտի մեջ էր, Հերովդես թագավորը նրան բանտարկել էր։ Ինչի համար, որտև Հերովդեսը շնություն եւ պղծություն էր գործել, եւ այդ ամբողջ ժողովրդի մեջ միակ համարձակը Սուրբ Կարապետն էր։ Եվ նա հանդիմանել էր թագավորին, ասելով, որ արժան չի, օրինավոր չի եւ ընդունելի չի։ Դու քո եղբոր ձեռքից իր կնոջը խլել ես եւ քեզ կին ես դարձել, սա սրբապղծություն է։ Եվ ահա այն պիղծը, այն ամբարոյականը Հերովդի անունով մեծ ոխ էր պահել Սուրբ Հովհաննես Մկրտչի դեմ, բայց չէր կարողանում, որովհետև թագավորը շատ ազդվում էր Հովհաննես Մկրտչից։ Եվ ահա ներկայացավ մի հարմար օր, եւ նա իր սատանայական գործը կատարեց։ Բայց մինչև այդ հարմար օրը ներկայանալը, պիղծ թագու համար հարմար օրը ներկայանալը, Սուրբ Հովհաննես Մկրտիչը Տեր Հիսուսի մոտ մարդ ուղարկեց բանտից եւ նրան ասեց, սա այսօրվա ընթերցվող ավետարանն է։ Դու ես, թե մեկ ուրիշին սպասենք։ Շատ խորհրդավոր էր այս հարցը։ Ես երկար եմ մտածել սրա վերաբերյալ, որտեղ սա սովորական հարց չէր։ Սա վարանքի մեջ ընկած մարդու հարցի է նմանվում։ Սա շփոթի ենթարկված մարդու հարցի է նմանվում։ Իսկ ինչպես կարող էր Սուրբ Կարապետը վարանքի ենթարկվել, ինչպես կարող էր Սուրբ Կարապետը շփոթի ենթարկվել։ Այսպիսի բան չէր կարող լինել։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Կարապետի նախընթացը, նրա մայրը արդեն Եղիսաբեթը, որ իրենով հղի էր, խոնարհվեց Հիսուսի մոր առաջ, Մարիամ Աստվածածնի առաջ։ Սուրբ Կարապետը 6 ամսական դեռ չծնված, 6 ամսական երեխան որովայնից որովայն երկրպագում էր Տեր Հիսուսին։ Երբ որ նա ծնվեց, ապա ստիպված եղավ անապատաբնակ լինելու, որովհետև Հիսուսի կյանքն էին փնտրում սպանելու, եւ այն շրջանի բոլոր մանուկներին փորձեցին թաքցնել, որ չսպանեն գազանաբար, եւ Հովհաննեսին դրա պատճառով թաքցրեցին Հուդայի անապատում, նրա հորը կանչեցին, տեղը հարցրեցին, նա բնականաբար չասեց, եւ զոհասեղանի ու տաճարի մեջտեղում սպանեցին Սուրբ Զաքարիա քահանային։ Այսպես Սուրբ Հովհաննես Մկրտիչը իր մոր հետ դարձավ անապատաբնակ, մի քարայրի մեջ ապրեց։ Եվ մայրն էլ արդեն ծեր էր, որ նա ծնվեց, նա շուտ մահացավ, եւ Սուրբ Կարապետ անապատում միայնակ, անապատաբնակ, քաջար եւ սուրբ մի մարդ էր։ Եվ նա չափազանց համարձակ էր, որտեղ նա հատուկ աստվածային օծություն ուներ, նրա մեջ մի զորություն կար, եւ նա սկսեց գործել, որտեղ Հիսուսի առջևից գնացողն էր։ Եվ նա տեղեկացնում էր, որ ահա շուտով կհայտնվի փրկիչը Մեսիան, շուտով կհայտնվի եւ փրկությունը կգործի ամբողջ աշխարհի համար։ Եվ նրա քարոզը սա էր, եւ երբ որ նա տեսավ Տեր Հիսուսին իր մոտ գալուց, ասեց ահա գառնաստուծո, նա ճանաչում էր Հիսուսին։ Չնայած ասեց, ես մինչև այս չէի ճանաչում, բայց ով ինձ ուղարկեց մկրտելու, նա ինձ ասաց, ում վրա կիջնի աղավնի կհանգչի, նա է։ Եվ Հովհաննես Մկրտիչը տեսավ, որ աղավնին իջավ եւ հանգչեց Տեր Հիսուսի վրա։ Եվ ահա այսպես քաջարի ձևով նա քարոզեց, հանդիմանեց, ապաշխարեցեք, որովհետև մոտ է երկնքի արքայությունը, ապաշխարության արժանի գործեր կատարեցեք, հրաշարվեք մեղքից ու սրբապղծություններից, եւ ահա այսպես քաջարի քարոզից Սուրբ Հովհաննես Մկրտիչը աստվածածառայության եւ անկոտրում իր քարոզչության արդյունքում հայտնվեց բանտում։ Եվ բանտում նա նստած էր։
այն երկրի ամենասուրբ մարդկանցից մեկը։ Ինչպիսին է աստվածային տնօրինությունները։ Սուրբ Կարապետը բանտարկվեց, հերիք չի բանտարկվեց, նաև դեսպանորդի ուղարկեց Տեր Հիսուսի մոտ ասելով դու ես, թե մեկ ուրիշին սպասենք։ Գիտեք, մարդկային է ամեն բան, որքան էլ որ Սուրբ Հովհաննես Մկրտիչը աստվածային օծյալ մի մարգարե էր, աստծուընտրյալ մի ծառա էր, միևնույն է աստծուընտրյալ ծառաներն էլ ամբողջապես չեն հասկանում աստվածային ծրագիրը։ Այդպիսի դեպքեր մենք Աստվածաշնչից շատ ենք կարդում։ Եղիա մարգարեն, երբ որ ամբողջ ժողովրդին ապացուցեց, որ կենդանի ու զորավոր է Աստված, եւ կոտորեց սատանաբաշտ կեղծ մարգարեներին, հաջորդ օրը ստիպված եղավ երկար ճամփա փախչելու, 40 օր 40 գիշեր մինչև Սինա լեռ հասնելու, ինչու որովհետև պիղծ թագուհին ուզում էր Եղիային սպանել։ Տեսակ որ մարդկային տրամաբանությունը չի կարող այստեղ վերլուծել ինչպես եղավ։ Երկնքից հայտնվեց կրակը, ամբողջ ժողովուրդը բերանքսի վայր ընկավ Տիրոջ առաջ ներողություն խնդրեց եւ աղոթեց, բայց մարգարեն հալածվեց Սուրբ Եղիան։ Եվ երբ որ հասավ քարայր, տխուր էր, տրտում էր, մահվան աստիճան, Հովնան մարգարեն գնաց քարոզեց ամբողջ Նինվե քաղաքը ապաշխարեց, եւ նա դուրս եկավ պարսպիտակ նստեց եւ ասում է անիծեց իր ծնված օրը, Տեր Աստված ասեց ինչու ես ծնվեցի, ինչու եմ ապրում, ես դրա համար էլ ասեցի դու ողորմած ես, չես կործանի սրանց, որտեւ Աստված իրեն ուղարկել էր որ Նինվեի կործանման մասին ուրեմն խոսք ասեր, բայց քանի որ նինվեացիք ապաշխարեցին Աստված չկործանեց եւ այստեղ տրտմեց ու տխրեց մարգարեն, Հովնան մարգարեն, եւ այսպես բազմաթիվ սուրբերի կյանքի ընթացքում բազմաթիվ դժվարություններ կան, որտեղ ընկճված սուրբերը նույնիսկ չեն ուզեցել ապրել, նույնիսկ մտածել են Տեր ինչու ինձ կյանք տվիր, Տեր ինչու այսպիսի օրեր տեսա, Տեր ինչու թողեցիր այսպիսի բաներ։ Եվ ահա Սուրբ Կարապետը բանտարկված է եւ բանտից մարդ է ուղարկում հարցնելու դու ես թե մեկ ուրիշին սպասենք։ Մեկ ուրիշ ինչ պիտի աներ։ Միգուցե զորք պիտի հավաքեր եւ Հերովդեսին ջարդեր եւ Պիղատոսին ջարդեր եւ Հռոմի կայսրին ջարդեր, Հովհաննես Մկրտչին բանտից ազատեր։ Կարող էր տեսականորեն այսպիսի բան լինել, այո կարող էր։ Բայց աշխարհ հայտնված աշխարհի փրկիչը զորահրամանատար չէր եւ ոչ էլ արնախում մարդ էր։ Այլ նա գալիս էր խաչը բարձրանալու։ Հովհաննեսը պիտի մեռներ, այդպիսին էր ծրագիրը, որովհետև այս հարցին Տեր Հիսուս տեսեք ոնց է պատասխանում։ Ասում է գնացեք Հովհաննեսին ասեք, կույրերը տեսնում են, կաղերը բժշկվում են, մեռելներ հարություն են առնում եւ ավետարանն է քարոզվում ու վերջը ուշադիր։ Երանի նրան ովին պատճառով չի գայթակղվի։ Ումն էր ուղարկում այս խոսքը Սուրբ Կարապետին։ Կարող էր Սուրբ Կարապետը գայթակղվել, իբրև մարդ կարող էր։ Ամեն մարդ իբրև մարդ կարող է։ Ձեր ճանաչած ամենասրբակենցաղ մարդը կարող է գայթակղվել։ Եվ Սուրբ Կարապետը վարանքի մեջ էր, բայց Տերը օգնելով Սուրբ Կարապետին ասում է. Երանի նրան ովին պատճառով չի գայթակղվի։ Եվ ահա այսպիսի իրադարձություններից հետո Հերովդիայի աղջիկը պարում է Հերովդեսի ծնունդի օրը, Հերովդեսն էլ գինով ցածխել քանջատված երդումներ է տալիս եւ ասում ինչ ուզես քեզ կտամ, թագավորությանս կեսը ուզես քեզ կտամ։ Նա էլ խրատվում է պիղծ մորից եւ ասում է Հովհաննես Մկրտչի գլուխն եմ ուզում։ Շատ տրտմեց Հերովդեսը, բայց ոչինչ անել չկարողացավ, որովհետև շատ պատվավոր հյուրեր էր հրավիրել եւ նրանց առջև երդումներ էր տվել։
դահիճ ուղարկեց եւ Սուրբ Հովանես Մկրտչին 33 տարեկան չեղած, մինչև 33 տարեկան գլխատեց եւ գլուխը Հովանես Մկրտչի բերեցին այն պիղծ հանդես եւ տվեցին այն պիղծ աղջկան։ Իմացաք Սուրբ Կարապետի կյանքում պատահածը։ Երանի նրան, ով չի գայթակղվի ճշմարտությունը իմանալուց։ Ամբողջ նշավան այս եկեղեցին կառուցելիս հատկապես մի բան էր խնդրում եւ պահանջում։ Տեր հայր մեր եկեղեցու անունը պետք է դնենք Սուրբ Կարապետ, որտեվ գիտեին Տեր հայրը համաձայն չէր։ Տեր հայրը ուրիշ անուն էր առաջարկում։ Եվ երբ որ հիմնարկեք ուզեցինք անել դեռ վիճաբանվող անունով, թե ինչ պիտի լինի եկեղեցու անունը, հստակ որոշում չունենալով, մի քանի անգամ փորձեցինք հիմնարկեքը կազմակերպենք, չկարողացանք։ Երրորդ անգամը հաջողվեց, մի օր նշանակեցինք Սրբազան, Նավասարդ Սրբազանի հետ, եւ երբ որ օրացույցը բացեցի, տեսա այս օրն էր։ Սուրբ Հովանես Մկրտչի եւ Սուրբ Աթանագինես Հայրապետի հիշատակության տոնի օրը։ Եվ քանի որ Սուրբ Կարապետի օրն էր, չէ որ հիմնարկեքը սրբագործումն էր, 16 սալիկներ առաքյալների անուններով օրհնեցինք եւ դրեցինք հիմքերի մեջ, այստեղ 16 մյուրոնովոցված սալիկներ կա հիմքերի մեջ։ Առաքյալների ժողովն է այստեղ, եւ մենք մտել ենք իրենց ժողովի մեջ։ Իրենց խորհրդավոր ներկայությունը կա այստեղ։ Եվ երբ որ այս օծման, սրբագործման այս օրը Սուրբ Կարապետի տոնին համապատասխանեց, Տեր հայրը ձեռքերը վեր բարձրացրեց եւ ասեց թող նշավանցիների սրտով լինի, եկեղեցու անունը դնում ենք Սուրբ Կարապետ։ Նշավանցիներ զիբլանոց են դարձրել ձեր Սուրբ Կարապետը, թրիկ են լցրել Սուրբ Կարապետը։ Հիմա կհարցնենք ինչու Աստված թողում։ Աստված չի իջնելու պայքարի, պայքարը մերն է։ Գիտեք, եթե մարդիկ իրենց սրտի մեջ Աստծու դեմ աղբանոց են դարձնում, չեն հարգում Աստծուն, հակառակ են, անօրեն են, ապա Աստված անպայման թողնելու է, որ ձեր եկեղեցին աղբանոց դառնա, որտեղ մարդկանց սրտերի մեջ է աղբանոցը։ Եթե սրտերի մեջ աղբանոց չլինի, նայեք, այդ հաճելի տեսարանը նայեք, ուրախացեք, չէ որ մի հյուր երբ որ գասի, ես ինչ շինություն է ժողովուրդ, ես ինչ կիսակառույց է, պիտի ասեք Նշավան գյուղի եկեղեցինը Սուրբ Կարապետի անունով, օծված հիմքերով, պիտի ասեք, աղբանոց է ձեր եկեղեցու տարածքը։ Մի հոգու հետ էլ տարիներ առաջ վիճաբանեցինք, որ անասուն չմցնեն մեջը, փառք ես Աստված, այդ մի փոքրիկ հանդիմանանք ահագին տեղ գրավեց։ Սիրելի նշավանցիներ, դուք եք դրել ձեր եկեղեցու անունը եւ դուք եք ամոթով ձեր Սուրբ Կարապետը աղբանոց են դարձրել։ Տեր հայրը ընդամենը հոգևոր սպասավոր է, որ առիթ եղավ եկեղեցու հիմքը գցելու։ Տեսնեք այս գազի գիծը, ուղիղ գալիս է, թեքվում վերև է գնում։ Գիտեք ով փոխեց։ Տեր հայրը փոխեց, որ այս տարածքը բացենք, եկեղեցու հիմքը դնենք եւ ամբողջ Նշավանն էլ իմ հետ։ Գիտեք, մենք փոխվում ենք, Աստված չի փոխվում։ Աստված հավիտենական է։ Ուզում ենք ծառայել Աստծուն, պիտի ծառայենք մինչև կյանքներիս վերջը, մինչև վերջի շունչը։ Սա է ճշմարտությունը։ Դրա համար Տեր Հիսուս ասեց. Երանի նրան, ով իմ պատճառով չի գայթակղվի, որտեվ եթե Հովանես Մկրտիչը սպասեր, որ
Հիսուս զոր կհավաքի կգա իրեն բանտից կազատի, ինքը անպայման գայթակղվելու էր, որտև իրեն սպասվում էր գլխատում, Հովանես Մկրտչի գլուխը պիտի կտրեին, այդպիսին էր ծրագիրը աստվածային։ Ուստի իմ սիրելի հավատացյալ ժողովուրդ, թող Աստված ների բոլորիս մեղքերը, մեղա քեզ Աստված ասենք, ամեն ինչի համար մեղա։ Ինձ թվում է եկող տարի երևի մենք այս տեսակ մի գործողություն կկատարենք, կկանչենք մեր բոլոր գյուղերի հավատացյալներին, որտեղ որ կա եկեղեցու հիմք, կառուցվող եկեղեցի, այն գյուղերի հավատացյալներին կհավաքենք գարունը եւ իրենց հետ կորոշենք, թե արդյոք իրենց գյուղի եկեղեցում պատարակ մատուցենք, թե չմատուցենք։ Եվ եթե հավատացյալ ժողովուրդը, երբ որ ես նշավան ասում եմ, իմ աչքին առաջինը հավատացյալ նշավանցիներն են երևում։ Ես այլակրոն այլահավատների հետ գործ չունեմ, պիղծ ու սրբապիղծերի հետ գործ չունեմ, ես գործ ունեմ հավատացյալ նշավանցիների հետ, կհավաքվենք Աստծու ժողովրդով եւ եթե տվյալ գյուղի հավատացյալ ժողովուրդը կասի չմատուցենք, պատարակ չենք մատուցի եւ օրնանքի փոխարեն նզով կիջնի, բայց մեր կողմից չէ, թող լինի հավատացյալ մարդկանց որոշումը, սա ավելի ճիշտ է, որտեղ մեկ հավատացյալ մարդու աղոթքը, ասում են ձեզնից մեկը հազարների կարող է հալածել։ Մեստեղ քանի նշավանցի կա, 5 նշավանցի, 6 նշավանցի 6000 մարդու կարող է հալածել։ Նշավանում ընդամենը 2000 մարդ էլ չկա։ Էնպես որ դուք ձեզ թույլ ու տկար երբեք իրավունք չունեք զգալու։ Զի Աստված ընդ մեզ է։ Շնորհ սեր եւ խաղաղություն ընդ ձեզ, ընդ ամենեսյանը, ամեն։